Սիրում եմ հողի աշխատանքը, ես է տեխնիկային եմ բարել։ Առավոտ շուտ գնալ այդ մաքուր հոտը շնչելը։ Ծիտիկների ծվձվոցը, բան ես սիրում։ Որ մենակ ես լինում հաշտում, ուրիշ հաճույք է, էլի չեմ կարող բացատրեմ հաճույքը ոնց է։ Պետք է տեսնեք, պետք է լսեք, կզգաք։ Ամառները չկար այդպես մի օր, որ մենք կամ դիմացի սարում չլինեինք, կամ իջնում էինք Սևանալիճ, որ մենք ծով ենք անվանում, որտեղ մեր մոտից մեծ է երևում, ու այն հուշերը, այն պատկացություններն ու ձևավորումները, որ հիմա իմ ներսում կան, դրանք այդ մանկության հուշերն են, հուշերի շնորհիվ են։ Ու երազանքները ձևավորվել են հենց Սևանալիճի ափին։ Ամենափոքր տարիքից ինձ սովորացրել են ու ասել են, որ դու պետք է լինես բեմում։ Դու պետք է երգես բեմում կամ նվագես բեմում ու ինձ միշտ սենց են սովորացել ու ես միշտ պատկերացրել եմ իմ կյանքը, որ տենց պետք է լինի։ Ու ստացվեց այնպես, որ լրիվ ուրիշ տարբերակով հայտնվեցի բեմում, բայց հայտնվեցի։ Ես հիմա շոումեն եմ ու վարում եմ տարբեր կորպորատիվներ, միջոցառումներ, հարսանիքներ։ Հոկտեմբերի 28-ն է, երեկոն 7-ի սահմանները։ Թաքսոցի վրա հող եմ լցնում, ուժասպառ ենք, չեմ կարողանում, բայց դե կապ չունի, ուժասպառն ենք դե կռվենք։ Դարակոցներից են նակարներս մեջ։ Այդ բանը ոնց որ մեկը ստիպի ասի վերև նայի, նայում եմ վերև, արդեն ուշ այլ է, ինչ-որ բան շվվալն ու ընկնելը մեկ անունում, հենց ընկնում է իմ վրա, ոտքերից տակ։ Ձախ ոտքս մի անգամից կտրվում է 100 մետր եկոմն ընկնում։ Մի ցավս չեմ զգացել ընդհանրապես, որ տեսա արդեն ես ոտքես չկա, արդեն տից ցավերը սկսվում է։ Բարձրացա տանկի վրա ու արդեն հակառակորդի դիպուկահարը հարվածեց ինձ ու ես ընկա տանկի մեջ։ Արդեն այդ պահից սկսած, քանի որ համել թոքիս էր կպել, ամբողջ բերանս արևներ ու ես չէի կարողանում գոռալ ու տեխնիկան միացրած էր արդեն, գոռալը անիմաստեր չէր լսվելու ու այդ պահին ստիպված մի երկաթի կտորով կողքինից հասկացրեցի, որ ես վիրավորված եմ ու այդ պահին մի քիչ գիտակցությունս կորավ, թե ինչ ձևով են ինձ հանել տանկից, դա չեմ հիշում։ Մենակ հիշում եմ, երբ որ ինձ պատահաբար գցեցին գետնին, այդ պահին բժիշկներից մեկը, բուժակներից մեկը մոտեցավ, պուլսս չափեց, հարցեր տալիս անընդհատ, որին ես բնականաբար չէի կարողանում պատասխանել, մտածեց, որ ես զոհվել եմ ու ասաց, որ իրան տեղափոխեք զոհվածների հետ։ Այդ պահին, երբ որ բուժակներից մեկը ասեց, որ զոհվել եմ, ընկերներս պատմում են, որ սկսել եմ ինքնաբերաբար աղոթել։ Հենց այդ աղոթքի ձայնը ես իմ ուղեղում, չգիտեմ, մի հատ շատ գեղեցիկ ձևով լսում էի։ Երևի պահապան հրեշտակն է, չգիտեմ, չեմ կարողանում բացահայտել այդ պահը։ Երևի հենց աղոթքը փրկեց ինձ, որ հետ կամ ես աշխարհ։
վերև եմ նայել ու ահավոր ուժեղ գոռացել եմ։ Այդ ոնց որ այդ բանից sense ես չէի ուզում ապրեի, երբ որ ես տեսա իմ ձեռքը կտրվել է, ես ուզում էի որ ինձ սպանեին, ես այդ պահին մոտ 10 վայրկյան չեմ ուզեցել ապրեմ, ու այդ ժամանակահատվածը ես իրականում շատ ծանր եմ տարել, մոտ մի 2-3 ամիս, շատ խմել եմ, Պես բարձր նայում տեսում երկուսն էլ չկան, ընդ ուզուր չեմ կարող բացատրել մախին ինչ եղավ։ ու այդ ժամանակ ունեի երկու տարբերակ։ Կամ պետք է խելքս հավաքեի գլուխս ու նորմալ ապրեի, փորձեի այս կյանքի հետ կռիվ տալ, կամ պետք է ես չլինեի զուտ, գնայի, չգիտեմ, ինչ-որ մի հատ մոստից ինձ գցեի, ուղղակի որ այդ ոչ մի բան չզգայի, չտեսնեի ինչ դժվարություններ կար, չեցի կռիվ տամ այս կյանքի հետ, ու ստացվեց։ Եղավ իմ առաջին մոտիվացիան, որ արեց մամաս, ինձ ասեց, որ կզգանք ոչինչ չմտածես, Բայց պետք էր նոր մասնագիտություն, որովհետև չէի կարող էլ նվագեի, յանի երկու ձեռով շատ էի նվագում, հիմա էլ մեկով, ու պետք էր գտնել նոր մասնագիտություն։ Եղբորս խորհրդով փորձեցի ինձ հանդիսավարության ոլորտում, որպես թամադա, մեր լեզվով ասած, շոումեն։ Սկզբում շատ վատ էր, հիմա իրականում Հայաստանում համարվում եմ պահանջված շոումեններից մեկը, Իրականում ես քրոջս շատ եմ սիրում, բալիկներն էլ իմ երեխեքի պես եմ սիրում, բայց այն ամեն ինչը որ անում ենք, այդ ամեն ինչը արվում է բնականաբար երեխաների ժպիտը տեսնելու համար ու Ով գալիս էր մեր տուն, ով իմ մասին դասում, ասում են ինչով օգնեմ, ես միայն ասում էի լավ պրոտեստվեք, որ ես կարողանամ քայլել։ Որտեղ ես իմ վրա վստահ եմ, որ ես կարող եմ քայլեմ։ Իմ մեջ ես ինձ ուտում էի, լսում որ երբ են դեռ քայլեմ։ Փետրվարի 22-ին պրոտեզներս դրանից հետո սենց հելա կանգնա, արդեն 3 ամիս չէի կանգնել։ Ինձ կարոտով կանգնեցի։ Սենց մեկ ու քայլ արեցի առաջին քայլից նորածին երեխան առաջին անգամ քայլեր։ 1-2 քայլանոց հետո պրոտեզան տղաներ կային, ասեցին մի շաբաթ հետո լավ քայլելու եմ։ Որտեվ ես չէի ուզում ինձ կոպիտ անջում գրկածնան էստեղ գրկածնան, որտեվ տենց չեմ ես էի օգնում մարդկանց, ես չեմ ուզում ինձ օգնեմ։ Ու սկսեցի պարապել երկարարկա, որ ընդունվեցի միջազգային արվեստի ֆակուլտետ ու հիմա արդեն ավարտում եմ այդ բաժինը։ Լավ գնահատականներով, լավ գիտելիքներ ձեռք բերած ու ամենակարևորը, որ սա դադար չէ, այլ նոր բանի սկիզբը ու ես շարունակելու եմ նաև մագիստրատուրայում նոր որակավորում ստանալու համար ու հուսանք ինչ-որ ձևով այդ գիտելիքները օգտակար կլինի մեր պետությանը։ Արդեն վերականգնական փուլը հաղթահարուց հետո արդեն վերջ փեդը սմայից որ Սարգիսն ասում հենց որ փայտը մոռանաս ինչ որտեղ դու առած փայտ գնաս որ արդեն վաղն է փեդը գցելու։ Տենց էլ եղավ։ Վերականգնական փուլը հաղթահարուց հետո գերազանց արդյունքի հասնելուց հետո սկսեցի Սարգիսի խորհրդով զբաղվել պրոֆեսիոնալ բասկամարտով։ Զբաղվեցի 6 ամիս, մասնակցեցի Հայաստանի առաջնությանը, որ հաղթող ճանաչվեցի։ Այնուհետև գնացինք Եվրոպայի առաջնություն, Ռումինիա քաղաքում մեր հիմնը հնչեցրեցի, պատվով ներկայացրեցի Հայաստանս, հայրենիքը։ Երազանքներ իմ կարծիքով միշտ պետք է երազելու շնորհիվ ենք, որ մենք գոյատևում ենք, շարունակում ենք, ունենք ինչ-որ նպատակ առաջ գնալու։ Առաջ երբ կարողանում էի քայլել, ես ինքս երբեք չեմ մտածել մարդկանց մասին, որոնք չունեն այդ հնարավորությունը քայլելու,
ու երբեք ինքս չեմ գնահատել դա, որ օրինակ օրից մի օր կլինի, որ ես չեմ կարողանա քայլել։ Սա նրա համար եմ ասում, որ մենք պետք է յուրաքանչյուր պահը գնահատենք։ Խոսում եմ աշխարհում գտնվող բոլոր հաշմանդամների մասին ու կոչ եմ անում բոլորին։ Մենք ոչ ոքից պակաս չենք, ոչ ոքից վատը չենք, ավելին ասեմ, մենք հետաքրքիր ենք, տարբերվող ենք, ու եթե աշխարհում կա 8 միլիարդ մարդ, եկեք հասկանանք, որ այդ 8 միլիարդից ընդամենը մի քանի միլիոնն է, կամ մի քանի 11 միլիոնն է, որ հաշմանդամ է, այսինքն նայեք մենք մնացածը սա իրար նման են։ Չեմ սիրում, չեմ սիրում, որ ինձ խղճացող հայացքով են նայում, բայես տղեն, սենց հա, բայես տղեն որդի չունի, բայես տղու կյանքը սով կանգնեց, որ դեպպես բան չկա, ընդհանրապես իմ կյանքը չի կանգնել, ես քայլում կարամ քայլեցնեմ, իմ նպատակն դառնամ աշխարհի չեմպիոն, Աստված առաջ կդառնամ ես։ Խորհուրդ կտամ բոլորին, կյանքում չընկճվեն ոչ մի բանից։ Նայեն առաջ ու հասնեն իրենց բոլոր նպատակների երազանքներին։ Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլ նաև հոգեբանական աջակցությունը եւ զինապահը լիովին կատարել էր իր առաքելությունը եւ մինչ օրս կատարում է։ Կարծում եմ, որ զինապահը կանգնելու է այդ զինվորի կողքին եւ մինչեւ վերջ ապացուցելու է, որ զինվորները, ովքեր տվել են հայրենիքին իրենց ամենաթանկ առողջությունը եւ կյանքը, մինչեւ վերջ լինելու են ապահովագրված հայրենիքի կողմից։ Զինապահը ոչ միայն ինձ է օգնում, այլ պատերազմի ժամանակ ովքեր վիրավորվել են, հաշմանդամություն են ձեռք բերել մեր բոլոր տղաներին, որի անհրաժեշտությունը կարծում եմ բոլորիս մոտ կա, որի համար անչափ շնորհակալ եմ զինապահին։ Ու բացի այդ, զինապահը նաև տվեց հնարավորություն շատ ու շատ իմ նման տղերքի հետ ծանոթանալու, որովհետև ինչքան մենք վիրավոր տղաներով մեկս մյուսի հետ ծանոթանում ենք, ինչքան մեկս մյուսի ավելի լավ ենք ճանաչում, այնքան մեկս մյուսով մոտիվացվում ենք ու կյանքում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցում։ Adjustment and the same. He gets off.